մտածել եք փոփոխություններ անել այս ոլորտում։ Միանշանակ չափից ավել շատ փոփոխություններ ունենք այնտեղ կատարելու, որովհետև ինչքան էլ դրսից փորձես հասկանալ խնդիրները, այդ ամենը կարող ես հասկանալ միայն ներսում գտնվելով ու խոսքը նրամաց չէր ներսից, օրինակ չգիտեմ, փաստաբան լինես, տեղեկատվություն ստանաս, թե ինչի կարիք ունեն, այլ ներսում գտնվելով, ներսում ժամանակ անցկացնելով հստակ հասկանում ես, թե ինչ իրական խնդիրներ ունեն կալանավորները։ Ես նաև մի բան ասեմ, այս ընթացքում կալանավայրում գտնվելու ժամանակահատվածում ես հասկացա, որ սա որպես փաստաբան եմ ասում, հասկացա, որ մեր դատական համակարգը, իրավապահ մարմինների մասով մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք, որովհետև կալանքը նաև ինքը ստեղծված չի պատժելու համար։ Դա նաև խոսում է, դրա մասին խոսում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը իր բազմաթիվ նախադեպային որոշումներով, դրա մասին խոսում մարդու իրավունքների եվրոպական դատարանը ու վստահ եմ շատ մարդիկ ազատության մեջ կլինեին, չեմ խոսում էսվային արտարացման մասին, ազատության մեջ կլինեին եւ կալանավայրում չէին անցկացնի այդ իրենց կյանքի թանկ օրերը, թանկ ամիսները, այլ կլինեին իրենց ընտանիքի կողքին եւ արդեն դատարանը կկայացներ դատավճիռը, ըստ այդմ պարզ կլիներ ով է գնալու տուն, ով է արտարացվելու եւ ում մասով ունենան դատավճիռ։